ամենախոշորները, որոնք պիտի կշռեն սկսել լավ բռնելը ժողովուրդ։ Ինչ երկար սիրուն սկսել են կարմրել։ Առաջինը ես ողջույն բարեկամներ, հուսամ լավ եք։ Այսօր նորից հողամասում գործ ենք անելու երկար դադարից հետո։ Հիմա ցույց տամ ինչ կա անելու այսօր։ Այստեղ ժողովուրդ մոշերս հասել է, պիտի հավաքենք էսելը մի քիչ հետո։ Հիմա այստեղ տեսնում եք պիտունյաներս ոնց են ծաղկել ու այստեղ նայեք փնջային քրիզանթեմները սիրուն ծաղկել են, այսինքն ծաղկում կա հողամասում, բայց սա չի որ ուզում եմ առաջնային ցույց տամ։ Այստեղ ջրելու կարիք ունեն ցինյանները, չեմ հասցնում, այս ընթացքում կանենք, բայց արդեն ժողովուրդ պղպեղները, ծիծակներն ու բիբարները հավաքելու է, այս մասում տեսնում ենք ամբողջը եկել փակել է, այս տարի մոշերը շատ լավ են աճում, նախորդ տարիների համեմատ, աշնան լոբին այդքան էլ աշնան չէր, արդեն ամռան վերջին ամսին ինքը բերք տվեց, մի քանի օրից այսպես կհավաքենք, տեսեք ինչպես կա իրա վրա, շատ լավ է։ Ուրեմն սկսենք ստեղից, ժողովուրդ, բադրջանները արդեն կամաց բերք են ձևավորում, մի 10 օրից երևի արդեն հավաքելու կլինի ու թփերը տեսեք ոնց են բարձրացել այս քանի օրը։ Եվ սկսում ենք մեր բերքահավաքը, ես բիբարներից ու ծիծակներից անցնելը շարժվելը արդեն դժվար է, տեսեք ծանրության տակ կախվել են ու ճանապարհը փակել, պիտի թեթևացնենք, ընթացքում նաև կապ կպենք ու նաև մեր բերքահավաքը, առաջին բերքահավաքը, որ պիտի անենք ամբողջ ճանապարհը, այսինքն փակ է, այս բիբարներն էլ, քանի որ ժողովուրդ իրանք կախված են, արմատները մի փոքր թույլ է, դրա համար մի քիչ համ էսթետիկ եմ անելու, համ էլ խելքի մոտ ձևով, որ չկոտրվեն, դրա համար սենց մկրատով եմ կտրելու, սենց բիբար ծիծակ ընդհանուր հավաքենք, թփերը կարգի բերենք, որ շարունակի բերք տալ։ Տեսեք ինչ ընտիր բիբար է այս տարի, լավ բիբարի բերքա բռնել, նախորդ տարի ժողովուրդ, քանի որ լավ չէր ջրվում, ինքը այդքան լավ չբռնեց, ճիշտ է, էլի լավ էր, վատ չէր, բայց այս տարվա նման բերք չկար, այս տարի ամեն ինչն է լավ, դե գիտեք, ջրելու գործընթացն եմ կարգավորել, ամեն օր համարյա ջրվում է, շատ քիչ ջրով, ընդամենը մի տոննա էլ չի ջուր տանում, ու նաև այդ առատ բերքի հետևանքով լոբիների մոտ որոշակի խնդիրներ առաջացան, դա էլ ընթացքում ցույց կտամ, տեսեք ընտիր է, լավ բիբար կա ժողովուրդ, էծա թփերը թեթևացնենք, իրանց վրա հիմնականում մեծերն եմ հիմա կտրում, փոքրերը որ կարողանան հասցնեն աճեն, նայեք, հիմա նայեք մի կողմից այսպես մոշերն են եկել կախվել, այս երիտասարդ ճյուղերը, այս կողմից բիբարներն են թափվել, այստեղ դդմիկներն են ու անցնելու ճանապարհ չկա, դժվարացել է, հիմա պիտի մի կերպ անցնեմ, սենց հավաքելով գնամ, ահագին տեսեք, 3 երկար առու, այս սենց բիբար ու ծիծակը, ու ծիծակների վրա էլ լավ կա, այլ նայեք ժողովուրդ, սրանք մենակ այսենց մեծերն եմ հիմա հավաքում, փոքրերը թող լավ հասունանա, իրանց վրա կա նաև որ նոր է գցել, կա նաև որ լավ բռնել է, տեսեք այստեղ արդեն պիտի հավաքվի,
Սեք ինչ երկար սիրուն ծիծակներ է հավեսին։ Այլ սրան ժողովուրդ, սեք ինչ լավ բերք է բռնել։ Այստեղ տեսնում եք ինքը էլի ինչպես միշտ նեղվածք է, այս դե այլ տարբերակ չկա, կամ ես լավ չէի հաշվարկել հեռավորությունը, կամ էլ այս տարի բույսերը անձրևից ու լավ ջրելուց այսպես լավ են փարթամացել։ Ծաղիկը տեսնում ենք բույսերի վրա լավ ծաղիկ կա, բացի բերքից, դեռ շարունակելու է բերք տալ, այսպես թեթևացնենք, որպեսզի բերք բռնելու գործընթացը շարունակվի։ Ստե տեսնում եք լոբին ընկել է, բայց ժողովուրդ, սա ուղղակի հələ գովազդն է։ Այն հիմնական մասը, որ հեսա ձեզ գործից հետո ցույց եմ տալու, կտեսնեք ինչ վիճակում է հողամասս, լոբիների վիճակը, ու հես ամենը բերքի ծանրության տակ, ամբողջ փայտերը ընկել լստե, նայեք ոնց է բռնել։ Այս մանրերը իհարկե թողում ենք, որ լավ խոշորանան, այս խոշորները ուղղակի այսպես կտրում հանում ենք։ Ահա ժողովուրդ ջան, այսքան բիբար ու ծիծակ եմ հավաքել, ստե մի քիչ խառն է ստացել, բայց հիմնական մասը այստեղ բիբարն է, ծիծակը դեռ փորձում եմ թողել, որպեսզի ավելի լավ հասունանա, որ կարողանանք պահենք ձմռան համար սառցախցիկում։ Քիչ-քիչ այսպես հավաքում ենք, որը հասնում է հավաքում ենք, մնացած թողում ենք բույսի վրա, որպեսզի էլի մեծանան։ Հələ տեսեք ինչ լավ խոշոր բիբարներ ու ծիծակներ են։ Ընտիր ուղղակի ժողովուրդ, այս տարվա ամեն ինչն էլ էսենց ընտիր աճեց։ Հիմա պետք է նաև վարունգ, մոշ եւ այլ բաներ հավաքենք, շարունակենք ժողովուրդ ջան, այստեղ վարունգներն ենք հավաքում ու միանգամից ուզում եմ ձեզ ցույց տամ մեր խթայի բերքը ոնց է արդեն սկսել բռնելը, նոր է սկսել, ինչև այդ խթա չկար, սենց մանր հավաքում ենք ու պահածոյացնում, խթան մենակ պահածոյի է լավ, ուրիշ ուտելու համար ինքը պիտանի չի, բայց կարևորը լավ պահածոյ է ստացվում։ Սա առաջին բերքը չի իհարկե, մի քանի օր առաջ էլ մի քանի հատ պոկել էինք ու մանր էլ կա։ Հետաքրքիր են, որ ժողովուրդ անդադ լսում եմ, որ ասում են, որ խթան ինքը շատ երկար բերք է տալիս մինչև ուշ աշուն, իսկ իմ մոտ քանի տարի որ տրել եմ, ինքը ամենաառաջինը ինքն է հիվանդանում ու տեսեք, էլի նույնն է, կեղծ ալրացնողը այսենց արդեն նորից բռնել է, դե ինչքան բերք կտա, կարևորը մի քանի առու այսպես դնում ենք ու լավ բերք ենք հավաքում վարունգից, իսկ խթան ընդամենը մի քանի թուփ եմ դնում ու ոչինչ, հենց շատ տարի չի եղել, որ շատ բերք հավաքեմ, հիմնականը վարունգն է, որ ինձ մոտ լավ բերք է տալիս, ու էլի տեսեք իրա վրա ինչքան կա, ինձ մանր եմ հավաքում ժողովուրդ, մեր մոտ արդեն սովորություն է, որ նայեք այս տիպի վարունգը այս համար շատ մեծ է, որովհետև պահածոյին պետք է փոքր լինի, որ հարմար լինի։ Ու սենց մանր օրու մեջ հավաքում ենք, ահագին լինում է։ Սա հավաքեմ, էլի վերջում ցույց կտամ ինչքան եմ հավաքում։ Երեկ չէ, անցած օրն եմ հավաքել, այսօր նորից։ Վաղը չեմ հավաքի, մյուս օրը նորից։ Ու էլի տեսնում եք, որ փակվել է, ճանապարհ համարյա չկա, մի կերպ արանքով անցնում, բերքը հավաքում եմ, բայց կարևորն էն է, որ այս
հայտերը տնկելը նպաստում է, որ ընդհանրապես բերքից թփի վրա չի մնում ու գերհասունացում չի ունում։ Ամբողջ բերքը հավաքում ենք ճիշտ ժամանակին, իսկ այնպես թփերի տակ թաքնված մնում էին ու երբ արդեն տեսնում ենք բավականին խոշոր է լինում, բայց ժողովուրդ վարունգներն էլ է սկսել արդեն հիվանդության նշաններ, 3 անձրևներ է սկսել օրվա մեջ, դադարներով անձրև է գալիս ու արև է դուրս գալիս, այդպես վարունգներս արդեն հիվանդության նշաններ ունեն։ Դե ոչինչ, արդեն ահագին հավաքել ենք, սա դեռ այս թփերը ինչքան էլ հիվանդանան, դեռ երկար ժամանակ մենք բերք ենք հավաքելու, նույնիսկ հիվանդ թփերից կարելի է բերք հավաքել մինչև թփերի ամբողջական ոչնչացումը։ Ասենց ծառերից ենք հավաքում։ Այստեղ էլի մոշերը եկել, փակել են ժողովուրդ, այս տարի մոշը, որ երկաթ տվեցի, նպաստեց նրան, որ լավ աճ ունեցանք։ Ու տեսեք, վարունգներս տեսեք, այստեղ տեսեք քանի հատ կա։ Մի օրվա մեջ ավելի ճիշտ, այսքան մեծանում են։ Տեսակ մի թփից քանի հատ են հավաքում ու իրա վրա դեռ նայեք, այսինքն մանր լիքն է։ Այստեղ մի քիչ դժվար հասանելի մասեր էլ կան, բայց դե անհնարին ոչինչ չկա, նայեք, սա երևի անցած անգամ նախորդ օրը չէի տեսել։ Ու հետևանքը խոշորացել է։ Այսինքն կեռիկներն էլ եմ հավաքում, սա արդեն վիտամինի պակասի հետևանք է, թե չէ ջրելը սիստեմատիկ ամեն օր ջրվում է ինքը։ Էս էլ է խոշորացել, ես էլ հաստատ անցած անգամ չեմ տեսել։ Սրանց մեծերը գնում է ուտելու համար։ Մեծերը ավելի հավես է ուտելը։ Հենց բույսը արդեն մի փոքր մեծանում է, սկսում ավելի շատ ծերերից բերք տալ։ Հիմա իմ վարունգների մոտ այդ վիճակն է։ Իհարկե ներքևի մասերում էլ կա մանր պտուղներ, նայեք, բայց հիմնական մասը արդեն բերքի ծերերից ենք հավաքում։ Սա էլ կարելի է պոկած։ Հենց մանրերը շատ հավես է լինում մարինադի համար։ Դրա համար, որ բերքը շատ է, չեմ խնայում, նաև համեմատաբար մանրերն եմ պոկում։ Էլի խոշոր։ Սա բավականին մեծ է ու ուրեմն երկար է մնացել։ Ամեն օր պիտի մտնես, օրը մեջ ամենակիչը պիտի վարունգը հավաքվի։ Ստե նայեք, որտեղ որ արևը լավ է ընկնում, իսկ այս մասը լավ արև է ընկնում, դեմը բան չկա։ Ավելի լավ է բռնում, նայեք։ Վարունգը արև սիրող բույս է, պիտի իրան արև կողմ տեղում ցանենք, իսկ այս մասում տեսեք ծառերը շոգ են գցում, էլի հով են գցում իրա վրա։ Դրա համար լինում է, բայց ոչ այդքան, այս մասում այդքան չէ, մի քանի հատ եմ պոկում, մյուս տարի այս մասում չպիտի անեմ։ Այս էլ մեր վարունգի բերք է այսօրվա ժողովուրդ։ Ինձ խոշորներն էլ հանեցի թփերի տակից, նայեք, բայց հիմնական մասը մանր սիրուն պահածոյի վարունգներ են։ Այս էլ տանենք տուն ու գանք
անցնենք հաջորդ գործին, գործերը շատ են, պիտի այսօր ահագին բերք հավաքենք։ Պատիսոնները հավաքենք, ժողովուրդ, ավելի մեծացել են, 2 հատ իրար կպած, լսել էի 3-ի առաջի օրը հավաքել, բայց էլի նորից խոշորացել են, սա էլ է շուտ աճում ու շուտ բռնում։ Այս կողմի վրա որ ավելի շատ կա, նայեք, 2 օրվա մեջ այսենց խոշորանում են, իսկ սա արդեն բավականին մեծ է էլի, դրա համար սա երևի սկսենք ամեն օր հավաքելը, այս չափերը ամենահարմարն է։ Այստեղ որ ամեն օր հավաքենք քիչ կլինի էլի, թեկուզ որ մի օր պահենք ինքը չի փչանա, կարելի է այդպես ամեն օր հավաքած 2 օրը մեկ նոր կհավաքվի, կպահածոյացնեն, այք այնա, սա էլ կարի է պոկած, անցած օրն էլ է այսքան հավաքել, այս տեղին էր, իսկ սա կանաչը, ես էլ է սիրում, այք հլը, եսի դեռ նոր սկսել լավ բռնել է ժողովուրդ, ես շատ ուշ էի ցանել, սա դեռ միջև ուշ աշուն ես բերք է տալու։ Եվ ստեղի թուփը, նայեք 2 օրում դախացել արդեն։ Ես շատ մանրներն էլ պիտի հավաքվի, որ սենց չդառնա։ Այսօրվա բերքը ավելի շատ էր, քան անցած օրվանը։ Հիմա այստեղ ժողովուրդ արդեն բամյանները սկսել են բերք տալ։ Դժվար է պոկվում։ Ես մի քանի անգամ արդեն պոկել ենք։ Սա 3-րդ բերքն է։ Ու տեսեք, այստեղ այս գայլուկները ոնց են փաթաթվել ամեն օր, այսենց ակրում են, բայց դե մեկա ռեհաններից քաշվել են մեկ էլ բամյաների վրա։ Բամյանները 2 թուփ էստեղ է, բայց այս կողմի վրա էլ ունենք, այստեղ հələ չենք պոկել։ Որոտում է ուժեղ անձրև է գալու։ Դե հասցնենք սոխի բերքն էլ։ Ստե նոր է գցել, տեսեք, սա հələ չեն պոկում, սրանք չեն պոկում, թող մեծանան, խոշորանան նոր։ Ժողովուրդ ջան, իսկ հիմա ցույց տամ, թե ինչ է կատարվել լոբիների հետ։ Ուրեմն այս լոբիները ծանրության տակ թափվել են, այս վիճակն է հիմա իմ լոբիների հետ, այն կողմի վրա լավ է, տենց խնդիր չկա, բայց այս կողմի վրա 3 շարք այսպես թափվել է ու պատճառը արդեն կարելի է պատկերացնել ինչն է, դա բերքի ծանրությունն է, նայեք, բերքի ծանրության տակ այսպես թափվել են, հիմա այն կողմի վրա սետկա է կապած, սետքի վրա են ընկել, բայց այս մասերում ինքը գետնին է, որ սենց մնաց կփչանա, հեսա անձրևներն էլ գալիս է, խոնավության բարձրացում կլինի ու այդ սենց բերքը վրան թափվել է, պատճառը այսպես բերքի շատ լինելն է, ծանրության տակ, սենց կախվել այս տարի, կարծես թե բոլորի մոտ էլ այս խնդիրը կա, բոլորն էլ բողոքում են, լոբու համար
լավ տարի էր, խոնավ տարի էր ու բերքը լավ էր։ Հիմա չգիտեմ սա ինչ անեմ, շարժեմ, կարող է արմատներից դուրս գա, չշարժեմ, թողեմ գետնի վրա, խոնավությունից կփչանա։ Մի խոսքով, սենց դժվար իրավիճակ է։ Այսպես, ստե տեսնում ենք դդումներս լավ բռնում են ժողովուրդ ջան, բայց ստե մի դդում, որ թե ոնց է հայտնվել իմ հողամասում, այս դեկորատիվ դդումն է, դեկորատիվ դդում մի քանի տարի առաջ եմ արել, երևի սերմերի հետ է եղել ու հայտնվել, այսինքն գլխակավոր սնկանման դդում։ Մի հատն էլ այնտեղ է, չգիտեմ, այս տարի չէի նախատեսում ինչ որ դեկորատիվ բան ցանեի, որովհետև ուտելու համար պիտանի չի, անիմաստ է։ Ստե տեսնում ենք մեր սովորական դդումն էլ լավ վերցրել, իսկ այս մասում ժողովուրդ արդեն ցանածս բողկերը, տեսեք դուրս է եկել, դուրս եկածներից շատերը կտրում է, բոյ էլի աշխատում է հողամասում, անավանդ որ ջրվող տեղը գալիս է, բայց նորից գցել եմ, այսպես դուրս է եկել, սա ավելի շուտ էի արել, սա 2 օր առաջ եմ գցել։ Արունգներն էլ քիչ-միչ, բայց լավ է դուրս է եկել, տեսնենք արդեն տերև է գցում, նայեք, տեսնենք աշնանը կունենանք, թե չէ։ Մոշերն էլ հավաքենք ժողովուրդ, այս ամփուշ մոշը ի տարբերություն վայրի մոշի ինքը հասած վիճակում երկար թփի վրա չի մնում։ Տեսեք, սենց պոկելուց որ նոր է հասել, դժվար է պոկվում, բայց հենց հասավ իսկույն ընկնում է։ Վայրի մոշը այդպես չի, վայրի մոշը երկար մնում է թփի վրա, եթե անձրևներ չլինեն։ Սրանք էլ հավաքենք, եղանակը ոնց որ փոխվեց, էլի գործ ունենք, ուզում եմ հասցնեմ նաև այն խոշոր սոխերը հավաքեմ, ափսոսա անձրև եկավ, կփչանա, արդեն հասել է էլի այդ սոխը։ Այս էլ մեր այսօրվա հավաքած մոշը ժողովուրդ ջան, տեսեք ինչ խոշոր լավ մոշ է, ամի առումով մի փոքր այս նախապատվությունը տալիս եմ վայրի մոշին, բայց սա էլ վատը չի, կարևորը մեր բաղչումը ու մոշի համար դաշտեր չեն գնում։ Գյուղասերներ ջան, սկսում ենք սոխի բերքը հավաքը, տեսեք ինչ ընտիր սոխ է այս տարի, սերմից է սա ժողովուրդ, ճիշտ է, այն մանր սոխերն էլ էր լավ է, խոշոր, բայց այս տարի կարծես թե սերմը լավն է, դրա համար սենց խոշոր բերք ենք հավաքում։ Սրան որ չխալարեն մի հատ կշռելու եմ քաշը, տեսնենք։ Տեսնեք որ ծալեցի շուտ չորացավ, իսկ նենց երկար պիտի մնար։ Սրան սել հավաքենք, կտրտենք ժողովուրդ, արդեն որ բույսը հասած է, իմաստ չունի հողի մեջ թողալն էլի, դա ավելի շատ կվնասի, կփչանա մեր ամբողջ տարվա սոխնը։ Պամիդորները ծածկել են, չեմ ուզում պամիդորները շարժած լինեն էլի, մի հատ արագ հավաքենք, նոր
Դնենք, կտրտենք, հավաքենք։ Այս սերմից պիտի մյուս տարի էլ առնենք։ Մենակ այս սորտն այն դուրը գալի, որ համ ինքը կոշտ չի, սովորական ուտելու համար էլ է հարմար։ Համ էլ տեսնում եք, որ լավ խոշոր է։ Լես անդարդին նայենք։ Եկել ստե ծաղիկների տակ քնել է։ Շուր։ Շոտ, եթե են ատամնավոր սոխերը կապեցի, սա արդեն կապելու ձև չունի էլ, իրա կանաչ մասն շատ է, դրա համար պիտի այսինչ կտրտենք, փռենք հովտեղ, գնա չորանա ու հավաքենք, պահենք ձմռանը կամ այս ընթացքում օգտագործենք, ինքը լավ բերք է ժողովուրդ, տեսեք այստեղ ունենք այսենց կարմիրները, սա եթե հիշում եք, հետո ինչ-որ կազմակերպություն էր բաժանել սերմը, ցանեցինք, ոչինչ, շատ խոշոր չի, իմ առած սերմի նման, բայց ամեն դեպքում վատն էլ չի, նվեր տված ձիու ատամները չեն հաշվում, չէ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ստեղ համարյա բոլորն էլ խոշոր են, բայց առանձնացրել եմ երկու ամենախոշորները, որոնք պիտի կշռեմ ու քաշը ձեզ ցույց տամ մոտավոր մի հատը ինչքան քաշ ունի։ Տեսեք, ոսենց նայում եմ, հիմնական մասը սենց խոշոր են, նայեք։ Այս սրանք, այս երկուսը ամենախոշոր սոխերն են, որոնք միասին կքշռեմ ու քաշը դուք կտեսնեք։ Մեծը քանի գրամ է։ 472, 466, 400, մենամեծ էսի սա է, համարյա կես կիլո։ Սրանք էլ հավաքենք ժողովուրդ, մի հատ 25 կիլոանոց կերի մեշոկ եմ բերել, բայց կարծում եմ քիչ կլինի։ Պիտի երևի երկու անգամ գնամ գամ։ Սեր հավաքենք, տանենք տուն։ Ճիշտ է, մեշոկս լցվեց, այսքան էլ մնաց գետնին, մի վեդրո էլ էս կլինի, ես էլ բերենք լցնենք, բայց ինչ եմ ուզում ցույց տամ ժողովուրդ, սոխի կեղևը բարակ է, իսկ մեր մեծերն ասում են, եթե սոխի կեղևը բարակ է, ուրեմն ձմեռը տաք է լինելու։ Ժողովուրդ ջան, պամիդորները արդեն սկսել են կարմրել, առաջինը էս չերի ինչ որ սորտ է, սա է սկսել կարմրել, ստեղ օրինակ ունենք ռոմա տեսակի երկար սորտերը, սրանք տենց չի կարմրել։ Առաջին պամիդորից բերքը հավաքն է։ Ես էլ հանենք ու ավարտենք այսօրվա մեր տեսանյութը։ Այս է մեր սիրուն պամիդորները։ Սա էլ իմ այսօրվա տեսանյութը, եթե հավանեցիք անպայման լայք դրեք, որևէ մեկնաբանություն թողեք և բաժանորդագրվեք ալիքին։ Մինչ նոր հանդիպում։